Այսօր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Այս առիթով Գրականության և արվեստի թանգարանը ներկայացնում է թատրոնի լավագույն դերասանուհի Արուս Ոսկանյանի նվիրված Չարենցի «Գով կառուսին» հայկական Մելպոմենի «Չքնաղագույն դիցուհուն» պոեմի ամբողջությամբ ձեռագիր տարբերակը, որը պահվում է Եղիշե Չարենցի ֆոնդում։ Կյանքի վերջին տարիներին գրած այս պոեմը Չարենցը ձոնել է Արուս Ոսկանյանին հետևյալ ընծայագրով. «Նվիրում եմ իրեն, Արուսին, նրա հանճարով և հրովն է շնչված այս պոեմը հայկական Մելպոմենիայի տաճարի չքնաղագույն և արևահամ դիցուհու, նույն Արուսի մասին։ Սիրելի Արուս, խնդրում եմ այս պոեմս, քանի դեռ չի հրատարակված, ոչ ոքի թույլ չտալ արտագրելու, իսկ տպագրության իրավունքը պատկանում է միայն անձամբ քեզ, եթե ես ներկա չլինեմ, և ինձ։ Նկատելի է, որ ընծայագրում Չարենցն Արուսին ներկայացնում է իբրև հունական դիցաբանության մեջ թատրոնի և ողբերգության հայտնի բեմական մարմնավորում։ Հունական Մելպոմենիայի հայկական աստղը դառնում է Արուս Ոսկանյանը։ Չարենցի կյանքում իրուրին տեղն է ունեցել դերասանուհի Արուս Ոսկանյանը։ Արուսի հետ Չարենցի մտերմությունը սկսվել է դեռևս 1922 թվականից և ավելի խորացել Չարենցի կյանքի վերջին հոգեբանական ծանր ապրումներով լի տարիներին։ Հենց այս տարիներին էլ գրվել են Արուսին նվիրված գործերը։ Բազմաթիվ նամակագրական տեքստերից կարելի է դատել, որ նրանց մտերմիկ և ընկերական զրույցները հիմնականում պտտվում էին թատրոնի և արվեստի շուրջ։ Չարենցի համար Արուսն առաջին հերթին բաշարժեք դերասանուհի էր։ Նա գնահատում էր Արուսի դերասանական տաղանդը, իսկ դերասանուհին կերտում էր Սոֆոկլեսի, Իբսենի, Շեքսպիրի և այլ հանճարեղ գրողների թատերգությունների գլխավոր դերերը։ Արուսին նվիրված ինքնագիր այս պոեմը բացվում է հետևյալ ձոնով. «Իմ երգի նման պայծառ, իմ երգի նման մաքուր, դու արվեստ, հոգի, դու հար չմարող հանճարի հուր, դու բարձր ես քո արվեստից, արվեստդ քեզնով է հարուստ, դու չքնաղ, քնքուշ և մի խոսքով Արուս»։ Արուս Ոսկանյանը ոչ միայն մեր բեմի, այլև մեր ողջ էպոխայի հիասքանչ դերասանուհին է, գրել է Եղիշե Չարենցը և չի սխալվել։ Դու երջանիկ ես, Արուս, ինչ ցնծությամբ վես դափնեպսակ է բերում միշտ ժողովուրդը քեզ, և Չարենցի քնարով իբրև անմահ գուսան, փառք է երգում չմարող քեզ նա իրյան մուսան։